Ներքին գործերի նախարարությունը նախատեսում է վարորդական վկայականի տեսական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո գործնականին մասնակցելու համար սահմանված առավելագույն ժամկետը 1 տարվա փոխարեն դարձնել 2 տարի։ Թեստերում ընդգրկվելու են միայն այն կարգին կամ ենթակարգին վերաբերելի հարցերը, որի համար քաղաքացին հանձնում է քննությունը։ Փոփոխությունը թույլ կտա քննությունը դարձնել ավելի նպատակային։ 2026-ի փետրվարի դրությամբ անշարժ գույքի առուվաճառքի գործարքների թիվը ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի կազմել է 5671։ Միայն Երևանում իրականացվել է 2475 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 43.6%-ը։ Տվյալները հայտնում էր վիճակագրական կոմիտեն։ Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Հայաստան-Ղազախստան առևտրատնտեսական և ներդրումային գործակցության ընդլայնման հեռանկարները։ Հայաստանը շահագրգռված է ինչպես հայկական որակյալ արտադրանքի արտահանման ծավալների ավելացմամբ դեպի Ղազախստան, այնպես էլ հայկական շուկայում պահանջարկ ունեցող ղազախական ապրանքների ներմուծման ընդլայնմամբ։ Անդրադարձ է կատարվել նաև ներդրումային գործակցության խորացման հնարավորություններին։ 2026-ի առաջին եռամսյակում Հայաստանի էլեկտրական ցանցերի գլխամասային գրասենյակների բոլոր մասնաշենքերում, տարածքային մասնաճյուղերի և ցանցերի մի քանի տասնյակ վարչական շենքերում ու բաշխման ցանցի ենթակառուցվածքներում սեփական կարիքների համար սպառվել է շուրջ 4.86 միլիոն կիլովատժամ էլեկտրաէներգիա։ 2025 թվականի նույն ժամանակահատվածում սեփական կարիքների համար սպառումը կազմել է շուրջ 7.38 միլիոն կիլովատժամ էլեկտրաէներգիա։ Այս մասին հայտնում էին Հայաստանի էլեկտրական ցանցերից։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը փոխհատուցում է պահանջել տարածաշրջանային 5 երկրներից, ներառյալ Բահրեյնից, Սաուդյան Արաբիայից, Կատարից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Հորդանանից Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմին մասնակցելու համար։ Այդ 5 երկրները իրենց միջազգային անօրինական գործողություններով խախտել են Իրանի նկատմամբ իրենց միջազգային պարտավորությունները և դրանով իսկ կրել միջազգային պատասխանատվություն, հայտարարել է ներկայացուցիչը։ Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ նավթի գները առաջիկա շաբաթներին կարող են շարունակել աճել։ Նրա խոսքով բարձր գները պահպանվելու են, մինչև Հորմուզի նեղուցով նավագնացությունը չվերադառնա կայուն մակարդակի։ Պաշտոնյան ընդգծել է, որ շուկան դեռ գտնվում է լարվածության ազդեցության տակ և գների կայունացումը կախված է տարածաշրջանային երկրներից։ Միացյալ Նահանգների վարչակազմը 2026-ի հունվարից ի վեր վաճառել է մոտ 150 միլիոն բարել վենեսուելական նավթ։ Նավթի վաճառքը տեղի է ունեցել Վաշինգտոնի կողմից Վենեսուելայում իրականացված գործողություններից հետո։ Հունվարի սկզբին Միացյալ Նահանգները հայտարարել էր Կարակասում իրականացված ռազմական գործողության մասին, որի ընթացքում ձերբակալվել էին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը։ Բելգիան և Իսպանիան 2026 թվականին Ուկրաինային ռազմական կարիքների համար կհատկացնեն 1 միլիարդ եվրո։ Բացի ֆինանսական աջակցությունից Բելգիան նաև պատրաստվում է տրամադրել լրացուցիչ F-16 կործանիչներ, ինչպես նաև գործող ինքնաթիռների համար անհրաժեշտ պահեստամասեր։ Այս քայլը նպատակ ունի ուժեղացնել Կիևի պաշտպանունակությունը շարունակվող հակամարտության պայմաններում։ Հարկերից խուսափող հարկատուները այսուհետ անմիջապես չեն ենթարկվի քրեական պատասխանատվության։ Պետական եկամուտների կոմիտեն անցնում է ներքին վերլուծությունների մոդելին։ Այսուհետ ՊԵԿ-ը նախ կլսի հարկատուին, կուսումնասիրի նրա հիմնավորումները և միայն դրանց բացակայության դեպքում կանցնի վարչական տույժերի, որոնք ենթակա են բողոքարկման։ Գործողությունների այս հերթականությունից հետո միայն ՊԵԿ-ը ըստ անհրաժեշտության կարող է հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին։ Նշածից բացառություն են կազմելու հատկապես այն դեպքերը, որոնք ենթադրում են անապահ գործողություններ, որպեսզի փաստերը եւ ապացույցները չկորեն, եւ սրա համար կարիք կա օրենսգրքում թեմատիկ ուսումնասիրության կարգավորումներից հանել հաստատապես հայտնի գործարքի հիմքը, ինչպես նաեւ ուսումնասիրությունը հարկային տարվա ընթացքում միայն մեկ անգամ իրականացնելու պայմանները եւ սրա արդյունքում տարվա մոտ 600 նախնական հաշվարկներից կեսը առնվազն կանցնեն վարչական պրոցեսներով եւ հարկ վճարողների լսելու իրավունքը ամբողջությամբ կիրացվի։
Պետական եկամուտների կոմիտեն պատրաստվում է վերջ դնել մի իրավիճակի, երբ անգամ փոքր սխալը կարող էր գործարարին բանտ տանել։ Այսօր գործող շեմերը, ըստ որոնց հարկ չվճարելը որակվում է որպես քրեական հանցագործություն, կբարձրացվեն։ Ներկայում 10 միլիոն դրամի պակասորդը համարվում է խոշոր չափ, իսկ 20 միլիոն դրամը առանձնապես խոշոր, ինչն ուղիղ ճանապարհ է դեպի քրեական պատասխանատվություն։ Պատմական մեծ քայլ են կատարում, առաջարկելով խոշորը 3 անգամ բարձրացնել 30 միլիոնի, ընդ որում 2 հաջորդող տարվա համար 45 միլիոն, իսկ առանձնապես խոշորը առաջարկում ենք բարձրացնել 2 անգամ 25-ից 50 միլիոն, իսկ 2 հաջորդող տարվա պարտավորությունների համար արդեն 75 միլիոն դրամ, եւ սրա արդյունքում ինչ է տեղի ունենալու, մոտ 600 քրեական գործեր կապաքրեականացվեն, իհարկե հարկ վճարողների համաձայնությամբ, իսկ նախաձեռնված չլինելու դեպքում չի նախաձեռնվի, իսկ առանձնապես խոշորի դեպքում արդեն ծանրից սանկցիան կդառնա միջին ծանրության։ Կառավարությունը պատրաստվում է թեթևացնել ոսկերիչների եւ ադամանդագործների հարկային բեռը։ Խնդիրն այն է, որ այսօր ոսկին որպես հումք ավելացված արժեքի հարկից ազատված է, բայց հենց դառնում է պատրաստի զարդ, հարկվում է ամբողջ արժեքով։ Սա բարձրացնում է զարդերի գինն ու հարվածում մրցունակությանը։ Նոր նախագծով առաջարկվում է հարկել ոչ թե զարդի ամբողջ գինը, այլ միայն հավելյալ արժեքը։ Ըստ այդմ արտադրողների համար հարկը կհաշվարկվի ելնելով զարդի վաճառքի գնի եւ հումքի ձեռքբերման գնի տարբերությունից, իսկ վերավաճառողների դեպքում հարկվելու է միայն վերադիրը, մարժան։ Այս փոփոխությունը թույլ կտա փոքր արհեստանոցներին դուրս գալ ստվերից եւ չվախենալ շրջանառության հարկի շեմը հատելուց։ Պարզեցնելու համար հարկային հաշվառումն ու հարկային վարչարությունը ու նաեւ կանխատեսելի կանոն ունենալու համար գործնականում արտադրողի համար նախատեսվում է սահմանել, որ այդուհանդերձ եթե այս եղանակով հաշվարկվող հարկման բազան ընդհանուր գնի 10%-ից պակաս կստացվի, հարկման նպատակով հիմք է ընդունվելու առնվազն գնի 10%-ը։ Հարկային համակարգը փորձում է պատժիչ գործիքակազմից անցում կատարել գործընկերային հարաբերությունների, քրեականացման շեմերի բարձրացումը եւ հարկային բեռի վերանայումը հնարավորություն է տալու նպաստել ստվերի կրճատմանը եւ տնտեսական ակտիվությանը։ Տնտեսվարողների համար սահմանվում են խաղի նոր եւ ավելի մեղմ կանոններ։ Ապրիլի 14-ին ժամը 19-ից մինչև 23-ը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի պլանային սպասարկման աշխատանքների կատարման արդյունքում հնարավոր է հասանելի չլինի Կենտրոնական բանկի կայքը եւ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը։ Ռեեստրի աշխատանքի հնարավոր ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված կարող են հասանելի չլինել ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները։ Ներողություն ենք հայցում հնարավոր անհարմարությունների համար, ասված է Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ։